ճանապարհ Ուրես կնում ինձ ասանդադար Գոնե մեկ ինձ նորաշենիկ դու տար Այս անգամ էլ մեր ճանապարհը բերեց եւ հասցրեց գյուղ նորաշենիկ Այո Գյուղ Նորաշենիկ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցուցակում։ Այս մասին հիշատակել է նաև Ղևոնդ Ալիշյանը։ Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է որպես Նորաշինիկ։ Կապան քաղաքից հեռու է 8 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Ողջիի ձախ վտակ Աճանան գետի հովտում, Զառիթափ լեռնալանջի վրա Մրգատու ու Բերի դաշտերի մեջ։ Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Բախկ Աճանան գավառի մեջ։ Նորաշենիկցիները արժանավոր անհատներ են ունեցել՝ ֆիզիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ, օրինակ Հմայակ Ռոստոմի Մելիք Աղամիդյան։ Ծնվել է Նորաշենիկում 1887 թվականին։ Ազնվական ու մտավորական հայտնի Գերդաստանի զավակ է, ինժեներ էր, քիմիկոս։ Սովորել է Գրենոբլի համալսարանում։ Սարյանը նկարել է քիմիկոսին։ Գյուղում 60-ականներից սկսած գործել է գրադարան եւ ինչպես գյուղացիներն են շեշտում կլուբը, որտեղ ամեն կիրակի ֆիլմ էր ցուցադրվում իր շուրջը համախմբելով ողջ գյուղի երիտասարդությանը։ Գյուղում գործում էր տարրական դպրոց։ Դպրոցը ստեղծվեց Սողոմոն Մելիք Աղամիդյանի կողմից։ Տաթևի վանական դպրոցում կրթություն ստանալով նա վերադարձել է Նորաշենիկ իր տանը հավաքել երեխաներին ու դասավանդել իշխանություններից գաղտնի։ Սողոմոնը նաև բանահավաք էր, ժողովրդական բժշկության գիտակ, բուժել է բազմաթիվ մարդկանց։ 1993 թվականին վերաբացվեց Նորաշենիկի 8-ամյա դպրոցը։ Դասավանդում էին այս դպրոցում Սողոմոն Մելիք Աղամիդյանը, Կորյուն Ծատերյանը, Մանյա Տիգրանյանը եւ այլոք։ 8-ամյա դպրոցի տնօրենը Ալբերտ Թումանյանն էր։ 2000 թվականից սկսած դպրոցը ստացավ միջնակարգի կարգավիճակ տնօրեն Ռաֆիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 2002-2024 թվականին դպրոցի տնօրենն էր Դավիթ Թումանյանը, իսկ հետո Անժելա Թումանյանը։ Թաուն կապանը ողջունում է բոլոր նշնքեցուց։ Դուզում ասա։ Հետևեք, գնում ենք բացահայտելու Նորաշենիկ գյուղը։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ման ինչ ես կարծում, Նորաշենիկցիները հյուրասեր են, թե չէ։ Գաբի մի հատ էս մեքենայի մոտ կանգնի գույներդ համապատասխանումը։ Դուք ծնվել եք այս գյուղում, սովորել եք 4-րդ դասարան ու գնացել Շրվենաց։ Միջև 6-ը վերջացրանը, գնացել ոչտայում աշխատել։ Կապանը։ Չէ, մեր գյուղում եղելա։ 20 համարանոց կամ դատերան եղել։ Ընդեր աշխատանում, մանետ փողոն է տալիս։ 8 ռուբլի։ Հա, 8 ռուբլի նետամ գոնե ասում, հորուս մորուս համա շաքարավն է, որ չայ խմին։ Դուք որ թվի ծնունդ եք։ 42։ 1942։ Ասեցիք, որ դժվար անցել ձեր մանկությունը։ Դժվար, տենց դժվար այլի։ Հետո ամուսնացալ եմ։ Հենց ձեր ամուսին այս գյուղից է։ Հա։ Ոնց եք հանդիպել բա։ Գյուղալի։ Հա, էվո, տակ խոխաբախտնա, ալտի իրար եք խաղքրանում։ Իսկ երբ է ցանկություն ունեիք, գնայիք գյուղը լքեիք, գնայիք քաղաքում ապրեիք։ Չէ, չեմ գնացել քաղաք։ Հենց տեղը մնացել եմ։ Ցանկություն չկար։ Չէ։ Այն ժամանակ գյուղում քանի բնակիչ կար։ Այն ժամանակ շատ էր։ Ինչով են զբաղվում գյուղացիները։ Անտառում։ Թե Գյուղատնտեսությամբ զբաղվում են։ Ամասուն լա պահում ապրում են, հիմքվա նման չի, որ չկարողանաս մի կոպ պահիս։ Իսկ գյուղը ինչ, ասենք, օրինակ մրգերով է հարուստ, ինչն է այստեղ լավաճում գյուղում։ Ինչ պարիս լակաչեյանի, ծաղատուն կնանում, հենական, ամուսինից բրիգադայել է աշխատում ծաղե, բանջարեղենը պենը, պղնձի համար թերթումը մենակ իրեն անում են, որ լավ էր աշխատում է, սոկ ուզեր հետո։ Անունը ինչ էր։ Մխիթար։
Մխիթար։ Ջուրը այն ժամանակ ոչինչ եղել է, Իսկ հիմա բայց հիմա ջուր չկա, ահա որ ավիճակը։ Սարից ակյալից բաց բենում դուր բաներ ակյալիս է, վերցնում է խլու, կապրին, կմրին։ Իսկ ուսուցիչների անուններ կարող եք ասել ձեզ, որ Ձեր բարապետ։ Դպրոցը Տիգրանյան Մանյան, դա բենել է, ռուսանց դասատունն է, Մատիրոսյան Մարուն, հայոց հա, են մնացած բեն է հայոցը է, Տնօրեն ով էր ձեր ժամանակ։ մայ բեն է, Մարուն, Մարտիրոսյան Մարո։ ժամանակ ինչ խաղեր եք խաղանում։ ինչ է, Գեղոլկանի գյուղլկան են, դեհալա գյուղլկան են ջհանամ են, բուլգիքլը, այն որ շորլա տալիս։ շորլա տալիս, թեպի Քարի խաղքլա։ հա, քարի, Իսկ այս դարպասները տանում են Նորաշենի գյուղի Բուշքրոջ տուն։ Գնանք տեսնենք, ծանոթանանք։ Հին գյուղատեղին գտնվում էր գերեզմանոցի տարածքում։ Երկու ավանդություն կա, թե ինչու գյուղացիները լքեցին այդ տարածքը։ Առաջին վարկածով մրջյուների հարձակումներ։ Բանն այն է, որ մրջյուները քանդում էին տան հիմքերը, այս ու այն կողմ տանում հողը։ Որոշ տներ քանդվում էին ու փլվում։ Հետո հոգնարկան են տեսնոս իրիկուն արդեն կամքերը անանգստացնում։ Շատ ատրետ են և սապատարմ չունակ։ Հոգնումս է։ Հա, հոգնում։ Բայց դե այդ գործը նվիրվածություն է Ես- պահանջում։ Սիստեմաներ անում լա, կարում լա։ Սաղ գյուղը համար թետի տոն չկան, որ ես մտաշ չնիմ, հրաշ չնիմ, սպասակար չնիմ։ Շատ գող, հետո ապավենի հետ պայմանագիր ունեինք, դեղից օգտում մկլա, հինչ տեսակետից, ամենքը 500 սեկը 500 դրամ հավաքում կլա բնակիչին, ու իրանց սպացարկում դեղորայքով։ Ոչ ունկեն կարիքը զգում չունե, շատ լավն է, հատուկով անում ալապին, հիմա վերացած, իթալա վերացած։ Ինչ որ նենց հետաքրքիր բան կհիշեք ձեր այդ աշխատանքային ընթացքում։ Դե Ծնունդ եղել է, ասենք հղիություն կամ ինչ որ մի Չէ, բան։ երեխա չկան, դպրոց կան, բայց երեխա չկան, քաղաք չծնկյան, ուղղակի սպացարկին կլա այդ երեխաները, այս դաշտը գործում լա, կուբը գործում լա, երեխաները շատ են լա, սա համարյա թորներով գյուղում են։ Գյուղապետ ով էր այն ժամանակ։ Լա, Ռոման, այսա 30 տարի է ինքը, ուրիշ թե գնացու չկան, դրա համար ինքը միշտ ընտելում է, հիմա ինքս վատ տղա չի, շատ սիրով, շատ մարդամոտ տղա է, շատ հարգանքով, մեծի փոքրի նկատմամբ, շատ տղա է։ Երբևէ կենթանի պահել եք տնային։ Հա, պահմուք լա, ամուսինս մահացավա հետո գրեցավ չունես, պապաս նիկալա, միկից օգնա, հետո ինքնալա մահացավ, սաղ վերացել։ Իսկ վաճառում եք ինչ որ բան դեպի քաղաք։ Ձեզ համար։ մուկլա մազան մարդ։ Համաձայն երկրորդ ավանդության Նորաշենի գյուղի հին բնակատեղին անջատված էր Աճանանի մնացած գյուղերից։ Իսկ դա լուրջ վտանգ էր, քանի որ թշնամու արձակումներից պաշտպանվելու համար աջակցություն էր պետք դրկից գյուղացիներից։ Իսկ ներկայիս գյուղի տարածքից պարզ երևում է դիմացի լանջին հանգրվանած Առաջաձոր գյուղը։ Գյուղի մեծ տոհմերից են Մելիքական տոհմը, Մելիք Աղամիրյանների գլխավորությամբ։ Նրանք Թուրքմենչայի պայմանագրից դեռ շատ առաջ եկել են Ղարադաղից, Աճանանի հովի տեղափոխվել պարսկական իշխանությունների առաջարկով։ Մելիք Աղամիրյանը ունեցավ 4 որդի՝ Կուքին, Հարությունը, Բալին եւ Առաքելը։ Նշանավոր տոհմերից է նաև Թումանանք, Թումանյանները, Ղզարակ, Ղազարյանները։ Ուսումնասիրելով Գրիշա Սմբատյանի Սյունիքը փորձության մեջ գիրքը հանդիպեցինք մի նամակ 1906 թվականին գրաբեր Նորաշենիկցի Ասատուրի կողմից ուղղված հրամանատարին 30 ռուբլի ու տակ 100 հատ փամփուշտ փողերը թող մնա ձեզ մոտ նամակը զգալուց կուղարկեք այսօր կկարգադրին ներքին խոտանան փոխադրելու
Հայրենական մեծ պատերազմին մասնակցեց Նորաշենիկից շուրջ 117 մարդ, որից 12-ը կին։ Գոգա Աղամիրով, Խորհրդային Միության հերոս, ռազմական օդաչու, Շմավոն Մարտիրոսյան, ով իրականացրեց ավելի քան 137 մարտական թռիչք։ Արցախյան պատերազմում անմահացան Վոլոդիա և Վալերի Մանուչարյան եղբայրները և այլոք։ Գյուղում գտնվում է Սուրբ Ամենափրկիչ կանգուն եկեղեցին, որը կառուցվել է 1884 թվականին, վերանորոգվել է 1993 թվականին։ Գերեզմանոցում պահպանվել է թաղակապ հին եկեղեցին կիսավեր վիճակով։ Սուրբ Աստվածածինը կառուցվել կամ վերակառուցվել է 17-րդ դարում։ Ըլվանց կամ թթու ջուր։ Նորաշենիկի գեղատեսիլ այս վայրում հավաքվել են տարիներ ի վեր գյուղի պապերն ու հայրերը, մինչ այսօր ավանդույթը շարունակվում է։ Լավ չգիտեմ ես Բայց ստե եք ծնվել, թե քաղաքում։ ստե եմ ծնվել։ Ստե ծնվել եք, ստե սովորել։ Ստե եմ ծնվել։ Երկար Ստե տար։ չեմ սովորել, Կապանում եմ սովորել։ Որ դպրոցում։ Երրորդ։ Հա։ Ով եք մասնագիտությամբ։ Երկու մասնագիտություն ունեմ։ Որն եք Մեկը։ սիրում, որ մասնագիտությունն եք ավելի շատ սիրում։ Ինժեներ եմ, մեկ էլ արտաքին կապերի բանա Մոսկվայի ակադեմիան եմ արտել, Նեստորգի ակադեմիան։ Վաու։ Արտասահման եմ աշխատել։ Հենց Ռուսաստան թե Ռուսաստան սովետի ժամանակ։ այո։ Հետո վերադարձել եմ Հայաստան։ սկզբից Ռուսաստան, Մոսկվա։ Հմ։ Ես վերջ 10 տարին այստեղ եմ բնակվում։ Հենց գյուղում։ Չէ, Քաղաքում։ Ստե տուն ունեմ, ամեց է։ Գյուղը սկզբից այստեղ էր գտնվում։ Հա։ Հետո ինչ պատճառով որոշել են տեղափոխել Ներքին։ հա ներքին։ Այստեղ այնպես բան կա, եկեղեցի կա։ Հա։ Որ թվի եկեղեցի է։ Կարող եք իմանալ։ 17-րդ դարի։ Իսկ ում անունով է։ Մեծ ցանկություն ունեի, որպեսզի մտնեի վանքի ներսը եւ նկարահանեինք, երգեինք, բայց քանի որ խոտերը շատ բարձր է, եւ փորձեցի մի երկու քայլ անեմ ու ինչ որ մի բան սողաց, եմ ասում սիրտը տնկնում է գետնին, այնպես որ ցավը Աղամիր։ Երկրորդ Իրա, դպրոցի հա։ տնօրենն էր։ Հա, իր հայրն էլ բանը, այս բանը կա, ցերկով կա։ Հա, եկեղեցի։ Եկեղեցուն տերտերի ինքն էր, իր հայրն էր։ Հա։ Հա։ Դուք դառնում եք իր Աղամիրյանի թոռը։ Կածանն ինձ տաներ անտառը ցախի, անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։ Սուլոցի փոխվեր սարսուրն իմ վախի եւ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։ Կացինս թողած կաղնու փչակում, պարանս ժայռի փեշերին թողած, շապիկիս թևքը մասրենու ճանկում, փեշքը մոշենու փշերին թողած, թրջեի թրջված հավքի ետևից եւ չբռնեի մինչեւ իրիկուն։ Հարցնեի հողից, ջրից, աստղերից, գտնեի կածանն ու դառնայի տուն։ Հայրս ինձանից բան չհարցներ, չնայեր ոչ մի խնդիր կուլացի, ինձ պարան կացին ու ցաղ դարձներ, եւ մայրս կանչեր իրիկնահացի։ Քթիցս կարծես ծուխ է բարձրանում, ինչու է կորածն այսքան քաղցրանում։ ինձ երջանիկ լինելու համար ինչ է անհրաժեշտ։ Տեսնել վերացող տեսակ ու դա այս կենթանին է։ Մեր սիրելի ավանակը։ Բարև։ Բարև։ Ո՞նց է։ Արի։ Չես հարձակվելու, չէ։ Ջան։
Ջոյ, ջոյ, ապրես, ապրես, ոյ շատ համով ես։ Это вот грелось, мазерсон грелось. Харапната. Տատին պատրաստում է նկարահանման։ Հիբը սիրահարվա, 60 թվին։ հունց սիրահարվա պա, հունց ամուսնացա։ Են ամուսնացել չէ փախցրալ ընտարած, չէ ման թե ամուսնանում, փախցրալ ընտարած։ Երջանիկս ապրած, Չէ շատ լավ, շատ լավ։ սիրածս ամուսնուտ։ 62 թվին էլ ամուսնացել։ Ամուսնուտ սիրածս, Ապա առաջիրելի քնում է։ բա փախցրալ են դրա այդ իմ Դե ասում։ ալվե փախցրալն էլի ալիչանից։ Հա, Իմ հարներս հիմա ոսկի հարներ չկան։ Ոսկի։ ինչ հավն լավը։ Ամեն ինչ է։ Դե չկա սապետ կա։ Յուղացա։ Այդ ինձ քաղաց։ Այդ ինչի հետ է։ Դա սոսրանք էլի գույմ չի։ Սա։ Հա, մանկուց դե լացա էլի ոտում։ Հոմոտում ընտա։ Հա? Ինչին է օգտակար։ Դա գույմ չի, բայց աշկես ինտերնետում տասածում ինչ որ պենի օգտակար։ Բա վնասնի։ Վնաս չի էլի։ Չէ, վնաս չի, սաստի մակրում։ Մաքրումս։ Դա լա մի հատ մաքրիկ փորձիկ լավ։ Չէ, ես գայր։ Ես կփորձեմ, ոչինչ։ Մռնող չեմ, չէ։ Փորձը դու ես իսպտանի կանեմ, հետո դու կփորձես։ Դե 10 լավ։ րոպե կսպասի։ Տեսնակ քարա Եթե 10 րոպե սպասի։ Պապիկը ողջամ։ Վախեմ։ Բա մռնի։ Հենց կողքի թե մռնող։ Հենց կողքից դրտող։ Իրոք շատ համով է։ Ավելի շատ Խա ինքեր հեն հում կողքի կաբաչկի համատալիս։ Որպեսի հասկանաք, այս շունը իմ շաքարը չափեց։ Սալաշակյանը օգտայ, Հա։ Հա, ստա դպրոցի կեցած։ Հա, բայց։ Դասատու թուվլա։ Դասատուս այդ ժամանակ լալա դպրոց տնօրե Մարտիրոսի Մարոն։ Հմ։ Ռուսերեն դասատու լա։ Չէ, հայեր են լալի։ Ռուսերեն դասատուն լալա Տիգրանի Ամանյան։ Ֆիզկուլտուրայի նհուվլա։ Մարտոննա էթա։ Ֆիզկուլտուրայի դասատուն հուվլա։ Չէ, Մարտոննան էվոլի վարոսն է, բայց ռուսերեն դասատուի տոննաս է, կողքի տոննա։ Հա։ Մաթեմատիկայի դասատու է տոննաս է միննա։ Դե գերազանցիկս լա, էլի ասվերում, հարևան լա։ Ես լայմ լասվերում։ Դե մենք վեր գյուղը մեզ շատ մարդ կա։ Դե խե մի երկու գյուղ կա շատ։ Հա։ Ծավը։ Օրակ ծո գյուղը մարդ շատ կա, հա։ Չէ։ Երկու ընտանիք է, ինչը։ Հազիվ այլի։ Ես չեմ կարող չներշնչվել եւ այն կապույտ սրահարթով, որ ամեն բուռ հողի վրա ոտնահետքերն ունի պապիս։ Ես չեմ կարող չներշնչվել այն հովիտով, որ ինձ ափով ջուր է տվել եւ ջուր խմել ինքն իր ափից։ Ես չեմ կարող չներշնչվել ձյունից պոկված ջրվեժների ծնկի ծալով եւ իմ ազնիվ տոհմածառով։ Եվ վերջապես, ես չեմ կարող չներշնչվել իր այս արդար ճանապարհով, աշխարհների առաջն ընկած իմ աշխարհով։ Գտնվում եմ Նորաշենի գյուղի հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ, նվիրված նորաշենիցիների։ Ժամանակին այստեղ միշտ ջուրը գալիս է, բայց քանի որ հիմա ոնց հասկանում եմ ջրի խնդիր կա գյուղում, հուսով ենք այդ հարցը կլուծվի։ On my Thomas
Մեր սերունդը վստահ ենք, որ գիտի Անահիտ Բաղդասարյանին, ով տարիներ ի վեր կապանատան դահլիճներում իր փոքրիկ մատներով նվագել է քանուն ու ջերմացրել հանդիսատեսի հոգիները։ Լուսավոր մարդ էր տիկին Անահիտը, ում նայելուց կարծես թե արևին դիպչես։ Շատ մեղմ ու գեղեցիկ խոսք ուներ, բեմում ազատ էր, հնչյունների հետ լավ երկխոսում էր։ Նա մեր քաղաքի նվիրյալներից մեկն էր։ Չտեսնեի մեր երթի ծուխ, քեզ կտրված չտեսնեի, ահ մեր սյունի ծունկը ծալված վիզը ծռված չտեսնեի, չտեսնեի բակ նամայի ու դռները կրնկահան, և գերանը հասակով մեկ գետնին փռված չտեսնեի, գայի ճաքած շրթունքներով համբուրեի արցունքդ պաղ, ահ պապերիս ձեռքի սափոր, քեզ փշրված չտեսնեի։
Ջերա Շուշան։ Երևանից եմ խնդրել Վեդրոյի մեջ ջրով ուղարկել են, բերել եմ հողախառնուրդներ, խորհուրդներով, կարմիր ավազ, սովորական ավազ, քար։ Սա յուրահատուկ ծաղիկ է, չէ՞ ինքը вообще Ինքը համարվում։ շատ յուրահատուկ ծաղիկ է, ոչ բոլոր կլիմայական պայմաններում է աճում, բայց մեր Նորաշենի գյուղում Փառք Աստծո ջուրը բույսը աճեց։ Հա, կարողացա մշակել, ինքը շատ գեղեցիկ ծաղկում է եւ կարելի է ասել, ովքեր իմանում են գյուղում բոլորը ծաղկման շրջանում գալիս են խնդրում են, ասում են կարելի է քո ջրաշուշանը տեսնենք, հետը նկարվենք։ Ուրեմն որ ծաղկի կասեք, ես էլ գամ տեսնեմ, էլի։ Ծաղկի անպայման։ Երբ է ծաղկում հիմնականում։ Կհրավիրեմ ձեզ հուլիս, օգոստոսի կեսերին ինքը ծաղկում է։ Հիմա արդեն երկու գույն ունեմ։ Սկզբում ունեցել եմ սպիտակը, հիմա ունեմ նաև վարդագույնը, երկու գույն։ Ես սենց հիմա մի հատ բան ասեմ, սիրելի հետևորդներ, եթե ծաղիկ եք պահում ու ծաղիկի հետ խնդիր ունեք, կարող եք պարզապես Կարինեին դիմել եւ ձեր ծաղիկին կվերակենդանացնի։ Մեծ սիրով ես բոլորին օգնում եմ։ Շատ շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն մեր գյուղ այցելելու, լուսաբանելու, հանրությանը ծանոթացնելու համար։ Միանշանակ։ Ապրում են Կապանում եւ լուսաբանում Կապանի բոլոր գյուղերը։ Դե ինչպես արդեն գիտեք, ես գտնում եմ Նորաշենի գյուղում ձյաց հրաչիկի հետ եմ հանդիպել, ով ցակատով խեչակա սարքում, հա։ Իրգիշտ։ Իրգիշտ։ Էդ ինչ է, իրգիշտը որ, հա։ Ծառեն որ տինում ես որ բան, էլի։ Ձյաց հրաչիկ, ինչ կպատմի գյուղան։ Ինչ լավ հիշողություններ ունի։ Լավ հիշողություններ շատ կա։ Այն ամենատպավորվածը որ Բայց գյուղը ջուր չկա, խմելու ջուրը պակաս է, սեզոնին։ Հա։ Անդրևային ժամանակ գալիս է ջրերը։ Հուլիս, օգոստոսի 10-ից հետո вообще ջուր չկա։ Այն տարիներին ահագին աշխատալը մենակ իմ երազանքն է, որ 7 տարվա ստաժը սկորած է։ Կարող չունի ջարի փոշակից բացած։ Պահում, մեզ եմ պահում։ Հողագործությամբ եմ զբաղվում, ջիգեր։ Մարջան։ Այս սեզոնի գոմի հոտ տենց է լինելու։ Հողը բերիա, լավ բերք բան ստանում է։ Հողը պիտի մշակես։ Ասիմ էլի, գոմախ պտամախ, ես ընդհանրապես սլիտա չեմ տալիս։ Դաժե կարտոշկին, միայն գոմախ, չոր գոմախ։ Կիսաչոր էլի, դա ավելի ձեռնատու է։ Հեսա թակումում, մշկները լուսնում, տանում լուսնում արխերի մեջ։ Գյուղի կյանքը հոյակապա, էլի։ Դե ինչ, այս յուղը մեզ շատ օգնեց բացահայտել իմ շատ սիրելի գոլեգա ընկեր Կարինեն Խաչատրյան, ճիշտ եմ հիշում, ով հարց է եկել հենց այս գյուղ, ճիշտ է հիմնականում այս գյուղում չի բնակվում, բայց գյուղը միշտ ձգում է, երբ իր հետ խոսում ենք ու ամեն շաբաթ կիրակի պետք է այս գյուղում լինի։ Շատ մարդամոտ մարդիկ են, երբևէ ինձ այստեղ մենակ չեմ զգում, շրջապատում են ինձ հարևանները, դե ես էլ շատ ընկերասեր, գիտես, շփող մարդ եմ, ես ինքս էլ եմ սիրում բոլորին այսպես գալ, հավաքել իմ գլխին, որ գալիս են բոլոր կողմերից հարևանները գալիս են։ Այսօրվա անակնկալը հավանեցի։ Այսօրվա անակնկալը ինձ այնպիսի անակնկալ է կարել, որ ես չգիտեի, զանգեցի, ասեցին կարող է գյուղում ես Կարինե ջան, եկել ենք ձեր գյուղը լուսաբանելու, ասեցի հա դե դուք գիտեք, որ ես շաբաթ կիրակի գյուղում եմ լինում։
Եվ իհարկե ես։ Այ հանդիպեցինք այսպեսի մի գեղեցկու անունդ ինչ է։ Վիկա։ Վիկան հաճախում է Աճանանի դպրոց։ Որ դասարան ես։ 7-րդ։ Բայց Նորաշենիքում ես Այո։ ապրում։ Սիրում ես քո գյուղը։ Այո, շատ։ Իսկ կուզենայիր քաղաքում ապրեիր։ Ոչ։ Ոչ, այստեղ ինչն ես ամենաշատը սիրում։ Բնությունը, մարդկանց հոգատարությունը, Բայց մարդ կա, շարժ կա, այդքան շատ չեն, բայց երեխեք կան։ այդքան չկան շատ։ Նո մոտավոր քանի հոգի են։ Մի 5։ Խաղում եք միասին։ Այո։ Ստացվում է։ Հա։ Դեր պաչում։ Նկապով գրացի։ Արմենիա, հետո չասեք, որ կոֆեն հայկական չի, կոֆեն հայկական է լինում։ Ժանգյալով հաց, այ շուտովին։ Մեր հետևորդներ, ինչպես գիտեք, մենք գտնվում ենք Նորաշենիկ գյուղում, հանդիպել ենք Նորաշենիկի գյուղապետ, այդպես ենք ասում, գյուղապետին, վարչական ղեկավարին, պարոն Ավանեսյանին։ Իդեպ նշենք, մեր այսքան շրջած գյուղերում եզակի այն դեպքն է, երբ ողջ գյուղացիները մեծ հավանություն են տալիս իրենց ղեկավարին, խոսում են դրական, խոսում են մեծ սիրով ու ջերմությամբ, եւ դա նշանակում է, որ ճիշտ ղեկավարման արդյունք է, եւ շուրջ 33 տարի պարոն Ավանեսյանը իր բարձր ղեկավարության շնորհիվ ինչպես ծաղկուն է պահում Նորաշենիկ գյուղը, անչափ շնորհակալ ենք եւ ուզում ենք հետ դառնանք 33 տարի առաջ։ Ասեմ, որ ես դերնշած Նորաշենիկցիներից մեկն եմ։ Ես նախկինում, ասենք, բանակից հետո, ծառայությունից վերջացնելուց հետո աշխատել եմ գյուղի գրադարանի վարիչ, ակումբի վարիչ, հետագայում կուլտուրայի տան տնօրեն։ Եվ 92 թվականին նոր գյուղխորհրդի նախագահ եմ ընտրվել եւ դրանից հետո իմ համագյուղացիները անդադար ինձ վստահում էին, ես էլ իրանց վստահությունը փորձել եմ եւ միջերս օրեր ասենք փորձում եմ արդարացնել։ Դե ինչպես մնացած գյուղերը այդ 92 թվականին անցումային տարիներ, սեփական աշնորհ գործընթաց, դե այսպես ասած պակասություն են մեր պապիկները որ պատմում էին, որ սով եւ այլն, այդ 90-ական թվականներին իրոք մենք էլ ենք տեսել։ Եվ բենզինի դեֆիցիտ ա եղել, եւ դիզվառելիքի, եւ սննդի, ամեն ինչի դեֆիցիտ եղել։ Բայց շնորհիվ իմ համագյուղացիների մենք կարողացել ենք հաղթահարենք այդ դժվարությունները, սեփականացնել ենք հողերը, դուք էլ տեսաք եւ նկարեցիք, որ երևի թե այն լավագույն գյուղերից մեկն է, որ բոլոր տարածքները, ցանկատարածքները մշակվում են։ Դե նախկինում ինչ ասեմ, եւ ջրի պակասություն կար, խմելու եւ ոռոգման, այսօր էլ ունենք, բայց Համայնքապետարանի ուժերով արդեն խողովակները ձեռք են բերել 80 թվականի կառույցը մեր ոռոգման ջրատար։ Փորձում ենք, ասենք, վերանորոգենք, որպեսզի ես հենց եմ մտածում էլի, ասում եմ դպրոց չկա, գյուղ չկա, ես նաև ասում եմ ջուր չկա, գյուղ չկա։ Եթե ջուրը չլինի, գյուղը ոչ մեկը չի մնալու։ Իսկ քանի շունչ է ապրում գյուղում մշտական։ Դե 90-ական թվականներին բոլոր տներում մարդ էր լինում։ Գյուղի դպրոցը այն ժամանակ 8-ամյա վերաբացեցինք,
94 թվականին հետո միժնակակ եւ մեր գյուղի դպրոցում մենակ մեր գյուղացիներով 45-46 աշակերտ ունեին։ Ամեն տնից 3, 2, 4 երեխա ասենք, մինչև անգամ մանկապարտեզ էին բացել այդ թվականներին, բայց հետո մանկապարտեզը փակվեց, դպրոցը մնաց, դե ցավոք սրտի այդ ջայել ընտանիքները տեղափոխվել են քաղաք, դե բոլորն են ուզում կոմբինատներում բարձր աշխատավարձ ստանան, իրանց երեխան հայկակ մանկապարտեզ գնա, բայց էլի որ տեսակ, որ գյուղում կան ընտանիքներ, որ մնացել են այսօր թորներ ունեն այդ նույն ընտանիքները եւ գյուղում էլ իրենց հայրական տունը շենացել են եւ մնում են։ Ինչ ասեմ, 25 տարի համայնքի ղեկավար եմ աշխատել, ես մինչև հիմա էլ 17 թվականից փոխարինությունից հետո վարչական ղեկավար։ Ասեմ, մենք գյուղի են գործարար մարդկանց, էլի սենց ասեմ, այդ գործարար մարդկանց հետ միասին խորհուրդ էինք սարքել, ստեղծել, խորհուրդ հավաքում էինք, ասենք, որոշում ենք, որ կենցաղի սրահ պիտի վերանորոգվի, որոշում ենք, որ մեկ այլ գործ, ասենք, են ստուջուր տարածք ունենք, դեռ պիտի մի հատ նորմալ, ասենք, բեսեդկա սարքվի, որ միշտ հունվարի 3-ին տղամարդիկ գնում ենք, տենց տրադիցիոն օրին ենք էլի։ Հունվարի 3? Հունվարի 3-ին, հա։ Այդ ձույնը կլինի մի մետր, թե ձույն չլինի, պարտադիր բոլորը գնում ենք։ Իսկ ինչ նպատակ ունես այդտեղը։ Դե ասեմ, բանին երկանկահիշատակ կադոր կան գարնիկի մտաղացումներ, մի անգամ ասեց, տղաներ գնանք հունվարի 3-ին սուջուրումը քեֆ անենք։ Դե գնացինք ստացվեց, հա իրոք, գնացինք ստացվեց, հետո մեր համար դառավ մշտական էլի ասենք, միշտ համագյուղացիներով գնում ենք։ Շատ հետաքրքիր անցնում, ամեն Ոքի ցուրտ օր է հետո։ Դե վերջը ցուրտ է, ասենք կրակը վառում ենք, լես նորմալ է, պատկերացնում որ հա։ Համել հունվարի 3-ն այն որ նոր տարին նոր։ Հա, նոր տարին, հա, վերջի դեղ ասենք բացի են որ այդ միս եւ այլն, բա ամեն մարդ իրանց տնից քիչ-քիչ սալատներով։ Մեր մեկավոր կա, բոլորի Սեղան է առած, այո, դիմացը կա։ Շատ էլ։ Հա, տենց բերում են նոստում, ասում, խոսում։ Եվս մեկ հնարավորություն համախմբելու համար։ Հա, համախմբելու համար։ Եվ տենց ասենք ժամանակին բանին համագյուղացի Արմեն Հարությունյանը այդ ֆաբրիկան Արմեն Հարությունյան ֆինանսավորումը մեր կենցաղի սրահ բարեկարգ վերանորոգվեց, համայնք ռեստորանին հավասար կառույց է։ Այսինքն գյուղը բարերարներ ունի։ Հա, գյուղը բարերարներ ունի։ Հա, այդ միշտ, ասենք, սենց հավաքում ենք իրար գլխի, մայիսին ենք նշում, հա։ Մի օր կգանք լուսաբանելու Մայիսին։ Հունվարի 3-ը կարծում։ Հունվարի 3-ը։ Հունվարի 3-ը։ Շատ հետաքրքիր կլինի դրան։ Ասեմ։ Հա, ուրեմն այդ Քարանձավը կոլխոզի ժամանակ այդ մեր գյուղի բանի անասունների գոմ էր։ Մեծ որ առիթ ունի, ասենք մոտիկից կարանք բացանանք, դուք էլ նայեք, հիմա մի քիչ ասենք թափված է, ասենք այդ պատերը մատերը քայքայված է, բայց նայի հələ պատը բանով երևում է։ Հա, ասե։ Հա, այն առաջին։ Ոնց փոքր քաղաք լինի ավերակներ sense փոքր բան է։ Ես կգամ դուրդ կբանաս, կընդունես մոլորված որդուդ, աշխարի բոլոր հողմերով, հովերով օրորված որդուդ, վաստակած և փուշ և դափնի, ցամաքներ ու ծովեր անցած, և նորից երեխա դարձած ու հացից խռոված որդուդ, և կգամ, կնստեմ հողիդ և հողդ զորանալ կտա, ամեն մի քարդ ինձ կառնի մտքիս մեջ խորանալ կտա, արտույտներն ինձ արդ կտանեն, կկանչեն կկուներն անտառ, կաքավը շաղ կղակասի, տարիքս մոռանալ կտա։
գիրկն ենք եկել։ Նորաշենիկ։ Ահա նորաշենիկը, ուրան մշակ հող չկա, տնկում են, ցանում, ջրում, քաղում պտուղները, տուն են կառուցում, քանդված ցանկապատը հիմնանորոգում, ծաղիկներ աճեցնում, շատ հյուրասեր են, մարդամոտ։ Հավատքով են, սիրով ու հոգատարությամբ լցված։ Սիրեք մեր գյուղերը, նրանք երբեք չեն ծերանում, այստեղ ամեն բան բնության դրսևորում է։